Մադրիդի թոփինգ ամենաթերագնահատված ֆուտբոլիստները 5-րդ հորիզոնականը ինձ համար Մարկոս Լյորենտեն, ինձ համար այս ֆուտբոլիստը Ֆեդերիկո Վալվերդին ամենամոտիկ, ամենանման ֆուտբոլիստն է, որ մենք բաց ենք թողել։ Ճիշտ է, այդ ժամանակ ինքը այս սևի ու այս մակարդակի ֆուտբոլ ցույց չէր տալիս, ու մենք դաժե իրան վաճառել ենք շատ լավ գնով, բայց իմ կարծիքով մենք նրան թերագնահատել ենք եւ վաճառել ենք նույնիսկ շատ էժան, եթե մենք հիմիկվա շուկայով վաճառենք այդ տարիքի ֆուտբոլիստի, ապա նա առնվազն կառնար 100 միլիոն, դա առնվազն եմ ես նշում, չափից դուս ունիվերսալ, չափից դուս աշխատասեր ֆուտբոլիստ, ում որ մենք բաց թողեցինք, հիմա որ հասենք կոպեկներով կարծում եմ։ Այն ժամանակ այդ կոպեկները իրոք մեծ գումար էին իր համար, ինքը շատ բան չուներ ապացած, բայց ինձ համար ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկն է, որ մենք բաց ենք թողել։ 4-րդ հորիզոնականում է իմ կարծիքով պատմության լավագույն պաշտպանը, ում որ բոլորը թերագնահատում են։ Կեպլեր Պեպե, թե Մադրիդի երկրպագուները, թե ֆուտբոլի երկրպագուները, ուղղակի ես չգիտեմ, իրանք չեն դիտել ֆուտբոլ։ Մադրիդի կազմում միթե գոնե 10 խաղ չեն դիտել, որովհետև Մադրիդի կազմում Prime Պեպեի 10 խաղերը եթե դու նայի, դրանից հետո դու ուրիշ պաշտպանի խաղի ուղղակի չէր կարողանա նայել։ Պեպեն ինձ համար թերագնահատված է նաև այն պատճառով, որ մենք իրանից շատ շուտ ազատվեցինք Վարանին օգտագործելու ու Վարանին ավելի շատ ժամանակ տալու համար։ Վարան արդարացրեց, բայց ինչ գնով արդարացրեց։ Ես կարծում եմ, որ Պեպեն Մադրիդում մինչև 35-38 տարեկան կարող էր խաղալ, որովհետև ինքը Պորտուգալիայի կազմում ցույց տվեց, որ ինքը Եվրոպայի լավագույն հարձակվողների դեմ կարող էր պաշտպանվել 38-39, նույնիսկ 40 տարեկանում, դրա համար ես զուտ նշեցի, որ գոնե 35-ը կարող ինքը հաստատ Մադրիդում խաղար։ Երրորդ հորիզոնականում է Խամես Ռոդրիգեսը նաև տեղեր գտել իմ ամենատաղանդավոր ֆուտբոլիստների ցանկում, ով որ չի իրացրել իր ողջ տաղանդը Մադրիդում, բայց այնքան էլ իշխան որ ինքը օգտագործել էր, կարծում եմ դա բավարար էր իրան թվում պահելու, իրան ավելի շատ խաղաժամանակ տալու եւ օգտագործելու եւ գնահատելու համար։ Խամես Ռոդրիգեսը իմ կարծիքով ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկն է, թե պատմության մեջ, թե Մադրիդում։ Խամես Ռոդրիգես երրորդ հորիզոնական։ Երկրորդ ֆուտբոլիստը մի մարդ է, ով որ ուղղակի ունեցել է ֆանտաստիկ Այս ֆանտաստիկ բառը ես շատ եմ սիրում, դրա համար ես շատ եմ օգտագործում։ Կներեք ինձ այս բառը շատ օգտագործել եմ, ուղղակի ես այս բառը շատ եմ սիրում։ Ֆերլան Մենդին ուղղակի գեր հզոր ֆուտբոլիստ է ինձ համար։ Գեր հզոր ձախ պաշտպան է, ապահովության ուղղակի գրավականն է ինքը, ես չգիտեմ։ Եթե Ֆերլան Մենդին խաղար Բարսելոնայում, ապա ողջ աշխարհը կխոսար իր խաղի մասին, որովհետև ինքը այնքան հուսալի պաշտպան է, որ ուղղակի Բարսելոնայի երկրպագուները իրան տաշիտ կանեն, որովհետև օրինակ Մադրիդում անունով ֆուտբոլիստներին են մեր երկրպագուները առաջ տանում։ Իսկ Բարսելոնայում ֆուտբոլիստը կարող է լինել ոչ այդքան հայտնի, գերագնահատեն, որ ինքը դառնա գերհայտնի ու նույնն էլ կլինել Մենդին չէր լինի գերագնահատված, այլ կլիներ գնահատված արժանագույնս, որտեղ Ֆերլան Մենդին 23-24 մրցաշրջանից հետո, երբ որ եթե չեմ սխալվում, նույնիսկ top 5 ձախ պաշտպանների մեջ չի մտել շատ թոփերի մեջ։ Ծիծաղալու է, երբ որ Մենդին չկա 23-24 մրցաշրջանից ոչ մեկի top 5 ձախ պաշտպանների մեջ ու вообще չկա top 1-ում։ Ֆերլան Մենդին ուղղակի այդ մրցաշրջանում ֆանտաստիկ սեզոն անցկացրել։ Բացի այդ էլ ինքը շատ լավ սեզոններ միջև այդ անցկացրել։ Մենք ստատիստիկա ունենք, որ երբ որ Մենդի խաղում է, մենք գոլ չենք ուտում։ Մենք ստատիստիկա ունենք, երբ որ Մենդի խաղում է, մենք չենք կրվում։ Դի պրոստը չէ, այնց համընկնում, այդ ամիջը իրոք այդպես է։ Որտեվ ես խաղում տեսել եմ, ես նկատել եմ, թե ինքը ինչքան բան է փակում։ Առաջին հորիզոնականում է պատմության ամենաթերագնահատված ֆուտբոլիստը Դի Մարիա։ Շատ ուժեղ, տաղանդավոր, շատ ունիկալ, շատ յուրահատուկ ֆուտբոլիստ։ Ես հիմա այստեղ կփորձեմ մի հատ իր ֆինտը դնել, որը ես մինչև հիմա չեմ հավատում, որ այդ ինչ որ մեկը կարող խաղի ժամանակ էդի օգտագործի պրոֆեսիոնալ մակարդակում։ Այդ ֆինտով չեմ ուզում ասեմ, որ Դի Մարիան լավագույնն է, պրոստո ես ուզում ասեմ, թե ինքը ինչքան յուրահատուկ է։ Այդ ֆինտը իր յուրահատկությունը առանձնացնում է, իր տրիվելաները, իր նման տրիվելա մենակ ընտրյալներն էին անում, Լուկա Մոդրիչը, Կուարեժման։ Ինքը ինձ համար տրիվելայի նշանն է։ Չգիտեմ, տրիվելա ես երբ որ ասում եմ, ես առաջին հասկանում եմ Դի Մարիա, Կուարեժմա, Լուկա Մոդրիչ։ Այս երեքի մեջ է հիմա տրիվելան ասոցացվում։ 13-14 մրցաշրջանը բոմբը չկա էր ուղղակի։ Ու դրանից հետո մենք իրան վաճառում ենք, ես չգիտեմ ինչի։ Այդ սեզոնից հետո Դի Մարիան ինչքան փող ուզեր կարելի էր տալ։ Ու ինքը հաստատ այնքան փող չեր ուզի, որ առնի չի։ Դի Մարիան Արգենտինայի հավաքականում։ Ես ուղղակի խոսում ենք Մադրիդի կազմում, ես Մադրիդի կազմում կարող եմ ֆակտել ու նաև ֆակտել, որ ինքը
պատմության մեջ է նաև այդպեսին եղել։ Թե PSG-ում, թե Արգենտինայի կազմում ինքը շատ թերագնահատված է եղել իր երկրպագուների կողմից։ Գերեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, արդյոք ինձ հետ համաձայն եք այս թոփինգի հետ, ասում ձեր կարծիքները, թե ում կարելի էր ավելացնել այս թոփինգում։